տարբեր հիմա ես որ ասեմ կասեք ինչ եք թիրախորում տարբեր բայղուշներ էկրանի մյուս կողմից ասենք Արշակ Կարապետյանը հելմենս բաներ ասում բայց այդ մարդը եղել է Պաշտպանության նախարար մեր իշխանության օրոք Պաշտպանության նախարար աշխատած Արշակ Կարապետյանը հանդես է գալիս որպես իշխան Համլետի հայր եւ դուրս է գալի բաժնություն անում մեր երկրի գլխին ինքը պետք է եթե այդպեսի ազնիվ նախարար էր ինքը ինչա փախի իր երկրից մենք գիտեք մի հատ Պաշտպանության նախարար ունենք փախած Ամերիկայի Միացյալ Նահանգներում Վիգեն Սարգսյան հայտնի պիսերը մի հատ էլ ով է Ռուսաստանում այստեղ ոչ նա արդեն ուզում է բան կուսակցություն աստեղծել Վաղարշակ Հարությունյանը ասում Միխայիլ Հարությունյանը նա մարտի 1-ով անհետացել բայց պատկերացնում եք երկրի Պաշտպանության նախարարները փախել են իրանց երկրից դուրս եկել սահմանից դուրս նրանք պետք է սահմանի ներսում լինեն իմ գնահատականները հիմա կհնչեցնենք, ասեն էլի թիրախավորեց մեր հրաշալի նախարարներին, հրաշալի նախարարները նրանք են, ովքեր գտնվում են երկրի սահմանի ներսում, անկախ նրանից ինչ կլինի։ Վերջին հաշվով բոլոր պատմական ֆիլմեր եք նայում, Երկրորդ համաշխարհային պատերազմ, Առաջին համաշխարհային պատերազմ, զինվորականներ, մարշալներ, դատապարտված, պետք է այնպես անես, որ դու քո պահվածքով, վստահություն ներշնչելով երկիրը դարձնես ապահով եւ անվտանգ։ Չունի այս իշխանությանը, դուք լավ հարաբերություններ ունեք։ Շատ լավ, 90-ականներից երբ որ ինքը Սուզանավի վրա ծառայությունից հրաժարվեց եւ եկավ ներքին գործերի փոխնախարարի այն ժամանակ ես ներքին գործերի նախարարի առաջին տեղակալն եմ։ Ես այն կարծիք ունեմ, որ Հարությունյանը լավ արեց, որ 90 թվին եկավ այստեղ։ Չէ, հիմա որ Ես կարող եմ ասել, Վաղարշակ Հարությունյանի եղբայրը շատ լավ ազգային անվտանգության ծառայության նաև փոխնախ այն ժամանակ մահացել է Սլավիկը Հարությունյանը։ Իրանի հետ կապված պատերազմի Հացանք Իրան արդեն պայմաններում Թրամփի ուղու կառուցումը, որը Փաշինյանը հունվարին ասում է դա մեր անկախության, ինքնիշխանության 99 տարու երաշխիքն է։ Սիրելի Կարինե, շատ լավ։ Ցանկացած պատերազմ սկսվում է եւ ավարտվում է։ Երբ որ սկսվում է, այլ իրավիճակ է առաջանում, տարածաշրջանային, համաշխարհային եւ այլն։ Ավարտից հետո ֆիքսվում է ինչ որ իրավիճակ, որի համապատասխան պետքա դու քո քաղաքական հեռանկարը եւ վերլուծությունը կառուցես ըստ դրա։ Մեր տրիպի հետ կապված իրավիճակը մեզ այս պահին էլ տվել է մի հատ առավելություն մեր սահմանի վրա կրակոցներ չկան։ Հրթիռները բոլոր տեղերը թռնում են, մեր սահմանի այս կողմը գտնվում է հանգիստ վիճակում, բայց կարող է փոխվի դրա համար էլ մենք ամեն օր ամեն ինչ պետք է անենք, որ մեր զինված ուժերը ինքը այն նպատակներով դրել է իր առջև ունենա լուծումներ, իսկ այդ լուծումները տալիս է հայ մարդը, որը բանակին տալիս է զինվոր, որը որ երկրին տալիս է հնարավորություն այդ զինվորին ապահովելու խնդիրը լուծել եւ հեռանկար։ Եվ մնում է մենք անկեղծ լինենք մեր սպայակազմի նպատակների համար, որտեղ նայեք, այսօր ներքին գործերի նախարարությունը բերել էր նախագիծ օրենսդրական, որը շատ կարևոր է, որպեսզի կադրային մրցակցությունը մենք դարձնենք անշրջելի։ Նույնը բանակը մի քիչ ավելի շուտ սկսել էր, տարբեր ծրագրեր։ Եկեք այդ նպատակին բոլորս ծառայենք, ես կողմ եմ, որ ինչքան հնարավոր է տվեք այդ հարցերը, ես դեմ չեմ, նույնիսկ Նարեկը կարա հարց տա։ Ծրագիրը արդեն այսպես խոցելի չի դարձնում եւ Իրանը ավելի շուտ Դու ուզում ես խոցելի դառնալ։ Չէ, քիչ կբերքանով Բոլորը չգիտես ինչի ուզում են, որ այդ ծրագիրը չկայանա։ Ծրագիրը չգիտեմ բանկաշան, բայց ձեր ընդդիմադիր գործընկերները, ձեր օպոնենտներն ասում են, որ դուք գովերքում եք հաստատված խաղաղությունը, բայց դա շատ թույլ, շատ հեղեղուկ, մեկ Այո, դա թույլ, այո, դա թույլ ճիշտ են ասում։ Այդ դեպքում ինչի իրանք խաղաղության քայլեր չեն անում, որը չէր բերի քարորյա պատերազմի դելավելի։ Ինչը դելավելի պատերազմի։ Շատ լավ դուք իմ երաշխավորված խաղաղության նրանց խոստմանը եւ ինչ է նշանակում ուժեղ խաղաղություն եւ երաշխավորված։ Լսեք, ցանկացած ստորագրված փաստաթուղթ կարելի է խախտել։ Դու ստեղծի քո այնպիսի միջավայր անվտանգային, որ խախտելը դժվար լինի։ Դու ինքդ պետք է երաշխավորող լինես քո երկրի անվտանգությանը։
Հիմա Քոչարյանը ասում իմ օրոք։ Իր օրոք մարտի 1 ա եղել, իր օրոք այնքան բաներ ա եղել։ Սահմանների խաղաղա միակ նախագահն եմ եղել, որի պաշտոնավարման օրոք։ Գնացեք բոլոր լրագրողեք, գնացեք նայեք սահմաններում տիրող իրավիճակը եւ իր թողած բանգա բուտուլիկ եկե։ Շնորհակալություն։ Սիմոնյանը երբ ասում է Ադրբեջանը Շնորհակալություն։ երաշխավորը։ Շնորհակալություն։ Ինչպես։ Ասում է հիմա Ադրբեջանն է մեր անվտանգության երաշխավորը։ Եվ Հայաստանն էլ Ադրբեջանը։ Հայաստանն էլ Մեր անվտանգության երաշխավորը մեր ժողովուրդն է իր անվտանգային համակարգով, իր զինված ուժերով եւ իր քաղաքացիներով։ Շնորհակալություն։